Դատական զեկույցի արձագանքը եւ հետո քայլերս այն վառ ապացույցն են, ինչի մասին ես նոր խոսում եմ։ Ասում են վատը, հակադարձում են, հաճախ նույնիսկ անցնում են կոռեկտության սահմանները, բայց սկսում են աշխատել այն ուղղությամբ, որը մենք տալիս ենք։ Եվ դրա ապացույցը կարող եմ ներկայացնել։ Մեր զեկույցից հետո անկապ դատական համակարգի առանձին մանր կամ միջին չինովնիկների էլի լեզվին տալու այդ կուլտուրային, մենք տեսանք, որ օրինակ Վճռաբեկ դատարանի եւ Փաստաբանների պալատի միջև ստեղծվեց աշխատանքային խումբ, որը սկսեց քննարկել այն հարցը, որի մասին 2 տարի փաստաբանները խոսում էին եւ առաջընթաց չկար։ Նույնիսկ գործադուլ հայտարարեցին, որտեղ անորոշ էր մնացել այդ Վճռաբեկ դատարանի հայեցողությունը եւ գործեր ընդունի եւ չընդունի եւ հիմնավորի թե չհիմնավորի։ Այս խնդիրը բաց էր։ Հիմա զեկույցից հետո ստեղծվեց խումբ, որը սկսեց աշխատել այս ուղղությամբ։ Մյուսը մենք արդեն փաստաբաններից, այն մարդկանցից, ովքեր մեզ բողոքում էին, ստացել ենք հստակ արդեն նշաններ եւ իրենք դա տեսնում եւ մեզ փոխանցում են, որ մեր դատական զեկույցից հետո դատական համակարգը որոշակի զգաստացել է եւ նույնիսկ ամենասանձարձակ կոռումպացված մարդիկ, որոնք շրջում էին այդ համակարգում եւ դրանից դուրս, սկսել են ավելի զուսպ իրենց դրսեւորել եւ որոշակի իմաստով բարելավել է հենց նույն փաստաբանների աշխատանքը դատական համակարգում։ Երրորդը դատական համակարգը սկսել է ավելի թափանցիկ գործել, ձեզ հրավիրում են ասուլիսների, ներկայացնում են վիճակագրություն եւ սա դրական ճանապարհ է։ Արդարադատության խորհրդի աշխատանքները սկսում են դառնալ հանրությանը հետաքրքրող եւ դուք լուսաբանում եք նաեւ այս թեմաները։ Մեր զեկույցներին ինչ կասեն, այդքան էլ մի լսեք պետական մարմիններին, նայեք թե իրենք ինչ են անում մեր զեկույցներից հետո եւ ստիպեք, որ իրենք անեն մեր ասածները, ոչ թե փորձեն ձեզ ու մեզ ու հասարակությանը մոլորեցնելով շեղել թեմայից, փորձել ուշադրությունը հիվանդ գլխից բարթել առողջ գլխի վրա եւ նման ճանապարհներով պահպանել այն արատները, որ իրենք ունեն իրենց համակարգերում։ Իսկ թե ինչի են իրենք ձգտում փոխարենը լսել օրինակ բժշկի առողջացնող ինչ-որ մեկի խորհուրդը եւ դրան հակադարձել, այլ ոչ թե հետեւել այդ խորհուրդներին, պատրվակներ բերելով, որ հիմնավոր չի, որ ապացույցներ չկա, պատրվակներ բերելով, որ մասնագիտական ինչ-որ մասեր իրենց չեն բավարարում, կարծում եմ ակնհայտ է։ Ունեն որոշակի շահագրգռվածություններ, առանձին մարդիկ, առանձին համակարգերում, բնական է իրենց դուր չի գալիս, որ մենք քննադատում ենք, իսկ մենք միշտ քննադատել ենք նույնիսկ հաճախ ավելի խիստ, քան ամենաանդիմադիր գործիչները կամ ընդդիմադիր կուսակցությունները, բայց մեր գործն է քննադատելը եւ դա մենք անում ենք բարեխղճորեն։ Եվ երկրորդ հարցը, որը դուք նշել եք, մեր իշխանությունները ինչքանով են մեղավոր մարդու իրավունքների վիճակի համար, բնական է միշտ բոլոր երկրներում ամեն վատի համար մեղավոր է իշխանությունը։ Միևնույն ժամանակ պետք է կարողանանք հասկանալ, որ մեր երկրում, օրինակ նույնիսկ համեմատելով Հունգարիայի հետ, որը գտնվում է Եվրոպայի սրտում, սա հաուսանք դիվերսիա չի պետական մարմինների կողմից։ Ուրեմն, բայց լավ բանն էի ասում ես, բային, այնպես որ հուսամ լույսերը կմիացեն ու կթողեն։ Եվ ուրեմն նույնիսկ համեմատելով Հունգարիայի հետ, որը գտնվում է սրտում, այսօր Հայաստանը լուրջ ավելի առաջադեմ է մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, քան Հունգարիայի պետությունը։ Էլ չեմ ասում Ադրբեջանի մասին, չեմ խոսում այլ պետությունների մասին, հետխորհրդային երկրներից Հայաստանը կարելի ասել լավագույնների մեջ է մտնում իր մարդու իրավունքների պաշտպանության վիճակով։ Դա չի նշանակում, որ չկան սուր սոցիալական խնդիրներ, արդարադատության խնդիրներ, ընդհանուր մեր բոլոր իմացած խնդիրները կան, բայց դա մի մասն է եւ չկա երկիր, որտեղ չկան այդ խնդիրները։ Ուղղակի չափը, ծավալը եւ ամեն ինչը որոշվում է համեմատության մեջ։ Այսօր ես կարող եմ ասել, որ թերացումները այո իշխանության մեղքն են, բայց նաեւ վերջին տարիների առաջընթացը իշխանության եւ բոլորիս եւ քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության շնորհքն է։ Այստեղ մի քիչ անարդար վիճակ է ստեղծում այս նույն պետական մարմինների համար, լավը չենք ուզում տեսնել, լավը այդքան չենք կենտրոնանում, վատի մասին խոսում ենք բոլորս։ Ես իմ զեկույցներում նույնպես հաճախ դրական առաջընթացը շատ ավելի քիչ եմ ցույց տալիս, քան այն կա, որովհետեւ դրականի մասին թող խոսեն իրենք։ Ես պիտի խոսեմ բացականի մասին եւ ես դա փորձում եմ անել։